ունեցել ենք անվտանգ, ապահով սահմաններ եւ պետություն, տնտեսական աճ, կայուն որակյալ կրթություն, գիտություն եւ հիշենք, որ մենք ինչ վիճակում ենք եղել պատերազմից հետո։ Դրա համար ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, նա ինձ համար պետական, լուրջ, adekvat գործիչ է։ Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավար երևակայի ես չեմ տեսել առ այսօր։ Պետք է ընտրենք նեցուժ, ով կարողանա Ալիևին ասել ոչ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ես բազում փոփոխություններ եմ տեսել, բազում առաջխաղացումներ Հայաստանի Հանրապետությունում եւ միակ հայ նախագահն ա եղել, ով միջազգային հանրությունում թե Արցախն է բարձրաձայնել, որ սովետական միության փլուզումից հետո Արցախի հանրապետությունը չի գտնվել Ադրբեջանի կազմում, միակ նախագահն է, նախագահի տարիներին է, որ հայոց ցեղասպանությունը բազմաթիվ երկրներում պետականորեն ճանաչվել է։ Միակ այն տեխնացուն է վարչապետի, որ կարող է երկիրը կանգնեցնի, ամեն ինչ իր տեղը դնի։ Հետխորհրդային տարիների 4 ղեկավարներից ամենակայացածը, ամենաուժեղը Ռոբերտն էր։ Իսկ ուժեղ ղեկավարին պիտի ընտրես։ 10 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ամենակարևորը 10 տարի խաղաղություն, որը չի եղել ոչ մի ղեկավարի օրոք։ Մենք ունեցել ենք տնտեսական աճ,